Վարդաշենի 6-րդ փողոց 68A և 66/1 վթարային շենքերի բնակիչները այսօր դարձյալ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, պահանջելով շտապ լուծել իրենց հարցը և տարհանել իրենց 4-րդ կարգի վթարային շենքերից։ Նրանք մի քանի ժամով նաև փակել էին քաղաքապետարանի դիմացի փողոցը, հստակ ժամկետներ էին պահանջում։ Իրանք գրավոր պատասխան տան, իրանք ինչ ժամկետում են պատրաստվում, մեզ հստակ որոշումը ներկայացնեն, որ ինչ ժամկետում են պատրաստվում, մեզ ընդեղից տարհանեն։ Հիմա մենք մեր բողոքի ձայնը սենց ենք բարձրացնում, որ գոնե բարի լինեն, գտնվեն, այնքան մարդ լինեն, մարդ գտնվեն, որ գոնե իշտեն պատասխան տան այսքան մարդուն։ Այո, փողոց ենք փակել, ու չենք իջնելու, ու չենք տեղներից շարժվելու, ու տեղներից թող իջնեն։ Եկել են, նայել են, զզվացել են, հենց հիմա այս պահին շենքի տակով կոյուղի տրվեքը փտելա, փշրվելա, այդ կոյուղի ջուրը սենց արվի նման շենքի տակով հոսում է։ Մի հատ աղբի մեքենա է անցնում, մի հատ մեքենա է անցնում, շենքը այսպես դղրդում է։ Երևանում 4-րդ կարգի վթարային մոտ 1 տասնյակ շենք կա։ Վարդաշենի 6-րդ փողոցի 68A շենքը եւ նրա կողքինը 66/1-ը դրանց թվում են եւ ենթակա են քանդման։ Բնակիչներն ասում են, քաղաքապետ Ավինյանը նախընտրական շրջանում խոստացել է հարցը լուծել, սակայն մինչ օրս ոչ մի քայլ ձեռնարկված չէ։ Եթե իրանք հələ տարի 8 ամիս անցել ասում են, հələ նոր մշակում ենք, չէ, չկա տենց բան։ Ոնց կարա տարի 8 ամիս, որ պետք է արդեն դուրս եկած լինեինք մենք, հələ մենք դուրս չենք եկել։ Քաղաքապետարանում որոշ ժամանակ անց ընդունեցին վթարային շենքերի բնակիչներից մի քանիսին։ Հանդիպումից վերադարձած բնակիչներն ասացին, քաղաքապետարանը հարցը կառավարության հետ է քննարկում։ Իրանք մեզ տենց են պատասխանում, որ պիտի համբերենք։ Մենք էլ ես ասեցի, չենք համբերում։ Մենք հիմա գնում ենք կառավարություն, մենք նորից մեր ձայնը բարձրացնում ենք այնտեղ։ Համբերեք, տեսնենք կառավարությունը մեզ ինչա պատասխանելու, հա, իրանք դիմել են, ունեն այդ դիմումները եւ հիմա բանը ասում է մոտակա, հստակ ժամկետ չի, բայց երևի թե առաջիկա 2 ամսվա ընթացքում մեզ պատասխան կտան, որ հարցը լուծեն, չէ։ Բնակիչները այսօր նաև կառավարության շենք գնացին եւ այնտեղ էլ դիմում փոխանցեցին։ Հիմա նորից դիմում գրեցինք կառավարությանը, որ տեսնենք ինչ բանի մեջ, ինչ ժամկետներում են մեզ պատասխան տալիս ու իրանք էլ ասեցին, որ գործը ընթացքի մեջ է, քննարկվում են, բայց մենք խնդրել ենք, որ ավելի արագացնեն գործը, որովհետև սպասման չենք ռեժիմ չկա արդեն, էլի, ամեն րոպե կարա այդ շենքերը քանդվի, ամեն րոպե։ Քաղաքապետը մոտ 3 ամիս առաջ ասում էր, որ վթարային այս երկու շենքերի հարցը լուծելու համար անհրաժեշտ է 3.2 միլիարդ դրամ, որը քաղաքային բյուջեն չի կարող փակել։ Կառավարությունը պետք է այդ գումարը գտնի։ Մեկ շաբաթ առաջ ավականու նիստի ժամանակ Ավինյանն արդեն ավելի մեծ գումար էր նշում։ Խնդրի լուծման արժեքը ձեր բարձրաձայնած մոտ տատանվում է 3.3-ից 3.8 միլիարդ դրամի շրջանակներում։ Սա ամենահամեստ հաշվարկներով, որովհետև խոսքը գնում է 188 բնակարանի մասին։ Ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էր մեկ շաբաթ առաջ հարցը բարձրացրել ավականու նիստում, առաջարկելով սահմանափակել այլ ծախսեր եւ դրանց հաշվին վերաբնակեցնել վթարային այս երկու շենքերի բնակիչներին։ Այդ մարդկանց նախընտրական խոստում դուք եք տվել։ Այդ հաշվարկները, որ հիմա ասում եք դա 10 տարում կլուծվի, անեիք այդ հաշվարկները, ուրեմն նոր խոստում տանայիք, սա առաջի մասը։ Բայց երկրորդ մասով դուք 3.7 միլիարդի մասին եք խոսում, ես 1.6 միլիարդ հենց նոր նշեցի պարգևատրման ֆոնդը 1 եռամսյակի։ Ձեր բարձրաձայնած թիվը տարեկան թիվն է, սա 1։ Երկրորդը, հարգելի պարոն Գրիգորյան, մենք նորից կրկնեմ, ինչ որ կերպ այն 60 բնակարանի հարցը գլուխ բերել ենք առանց այս տեսակ լուծումների եւ շատ շնորհակալ եմ իհարկե խորհուրդների համար, բայց եւս մեկ անգամ կրկնեմ, մենք մեր խոստման տերն ենք եւ մեր եւ բնակիչների միջեւ այդ արանքում մեր տված խոստման արանքում մտնել պետք չի։ Պայմաններ չի, ուղղակի ժողովուրդը ոնց է։ Իսկ վթարային հանրակացարանների բնակիչները շարունակում են բնակվել խարխուլ եւ փտած շենքում, ամեն վարքյան վախը սրտներում, որ այն կարող է փուլ գալ։